Դարը։ Դա թուրքերն են գրավել եւ արեն 1828 թվականին Պասկևիչն է ազատագրել Թբիլիսյան փողոց։ Դպրոցը ոնց որ Տերյան փողոցի վրա էր։ Տերյան այս էլ Չարենցի փողոց։ Հա, Չարենցի։ Իսկ Չարենցի ուղիղ կհասնենք մինչև այդ այգու մոտ։ Հա, Թեքվեր պետք չի էլի։ հա, ուղիղ հասնում եմ այդտեղ։ Հա։ Էլի փողոցները հայկական շատ կան, Սարգսյան, կա, Չարենցել, ինչ կար։ Դե նա Տերյան տեսանք, ոնց որ Դեմիրճյան կար, չէ՞։ Դեմիրճյան կա, հա։ Այս Ախալքալակն շրջանային դատախազություն։ Հա, պրոկուրատուրան ասում։ Դեմիրճյանը ինքը շատ շուտ աստեղից գնացել է։ Հա, ժամանակներն էլ չեն մնացել։ Դա փոքր այր էլի։ Հայտնի բաներ չկան, որ ցույց տան։ Դարձով ճախրիկ յաշուվը, այսօր այստեղ վաղը այդեղ, մեր տան ծնաղ, ծարավ, պապակ, մեր տան հաջող, մեր հաջողակ, հապարում են շարունակ, այսօր այստեղ վաղը այդեղ։ Ժամեր անցկացնել, ասել է թե երգել, պարել, ուրախանալ, տոնախմբություն, հա, եւ միասին կարդալ ջիվանի ու պայմանավորվել մեր հաջորդ հանդիպումների մասին։ Ես Բլեան Աշոտն եմ, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրենը, այստեղ են ինձ հետ մեր ուսուցիչները, մեծ խումբ, ուխտագնացներ եւ մեր սովորողների մի փունջ։ Զացու վրա մի տեսակ ավելի մեծ ու կարևոր պատասխանատվություն կա լինելով ժամանակից, բայց ոչ սահմանապահ։ Ժամանակից գյուղ լինելով հիմա գիտեք արդեն բաց է սահմանը եւ քրդեր, թուրքեր ավելի հաճախ են այս տարածքով անցնում։ Եվ մի փոքրիկ էլ պիտի բան ասեմ, որ շատ նաեւ քրդեր եւ թուրքեր ցանկություն ունեն նաեւ այցելելու եկեղեցի։ Նույնիսկ մի փոքրիկ դեպք ասեմ ձեզ, որ մեկը խնդրեց, թե իրավունք ունեմ մտնելու, ասի խնդիր չկա, 4 հոգով էին, մտան, երբ որ 3-ը դուրս եկան, ինքը 4 կողմը նայեց, ասեց իմ պապերը հայ են եղել։ Ասի հայ են եղել, ուրեմն դու էլ ես հայ, ասեց, բայց քրդացած։ Հիմա ձեզ ասեմ, որ մեր նպատակը Կարզախում ոչ միայն ջիվանու տուն թանգարան ունենալն է, ծաղկեցնելն է, պահելն է, զարգացնելն է, այլ ամենակարևորը, որ այս գյուղը պիտի դառնա տարածքի ամենազարգացած գյուղերից մեկը։ Աշխարհը Բուրաստան է հատուկ, մարդիկը ծաղիկ, որքան մանուշակ, վարդ, բալասան, կուգան ու կերթան, ոչ ուժեղը թող պարծենա, ոչ տկարը տխրի, փոփոխակի անցքեր զանազան կուգան ու կերթան, արև առանց վախենալու ցայտում է լույսը, ամպերը դեպի աղոթարան, կուգան ու կերթան, երկիրը ուսյալ զավակին է փայփայում որպես, անկիրթ ցեղերը թափառական կուգան ու կերթան, աշխարհը հյուրանոց է, ջիվան, մարդիկ հյուր են, այսպես է կանոնը բնական, կուգան ու կերթան, ջիվան։ Զբոսաշրջիկ չենք, համաձայն եք, չէ՞։ Ճանապարհը ուզում ենք միասին անցնել, ուզում ենք անցնել այսօրվա Արցախի արդեն, ջիվանը ջիվան,
նշանավոր, ուրեմն ցույց է տալիս հողը ինչքան բերի է, չէ, ինչքան նշանավոր մարդիկ կարող է տալ, այսօր նաև հողագործներ, շինարարներ, գիտնականներ, մարդիկ ովքեր բավոր Արցախը կապում են, ինչ որ հեռանկարի է, մարդու հետ են կապում, չէ, ասում են կա հնարավորություն, հա, ոնց որ վերածննդի Արցախի, Ջիվանին էլ վերադառնալը պատահական չի, միշտ որովհետև այդ դեպքերում նշանավոր մեծամեծերին են վերադառնում, ինչ է տվել, չէ, ամենարժեքավոր բանը, եկեղեցին են նորոգում, չէ, հավատքն է նաև, չէ, գործի դրվում այդ առումով, ինչ ունի մարդը, հիմա Արցախցու համար հազարի ժամանակ է, ինքը պիտի ամբողջ հզորությամբ հանդես գա, ինքը ունի այդպիսի պատվել, հարթակ հնարավորություն, իհարկե, եւ բոլորս էլ դառնում ենք աջակից արդեն Արցախցու։ Լավ պատկերացրեք, նշանավոր Էրզրում կարին չէ, ուրեմն խնդրեմ, Թուրքիայում է հիմա, մոտ չէ, հետո հաջորդը Բասեն գավառը, Բասեն, նշանավոր Բասենը չէ, եւ այս ճանապարհը տեսնում եք մոտ ամենամեծ քաղաքներից մեծ Արդահան, որ մենք բան ենք անում, հետո Արևմտյան Հայաստան ենք մտնում թեկուս Վալեյով, հա, Արդահանը մտնում է երթուղիների մեջ, բայց ինչքան երկար ճանապարհ ենք հետո բան անում, այստեղ ավելի կարճ է, տեսնում եք Արդահանը եւ Արդահան Արցախը, տեսնում եք ինչքան կարճ է, չէ, տեսնում եք տարածքի առումով, ես չգիտեմ ճանապարհը դեպի Արդահան ինչպիսին է, հա, Հասմիկ դու գնացել ես, Արցախից Արդահան, լավ, տեսնում եք ինչքան կարճ է, համաձայն եք, իսկ Արցախից էլ Ախալքալակ ընդհանրապես 31 կիլոմետր Կարսը ինչքան մոտ է, համաձայն եք, չէ, Գյումրին տեսնում եք, եւ այդ երկաթուղին, որ ես ասում եմ, այս տարածաշրջանի, որ հիմա չի գործում, այս ամբողջ բանը, ինչպես, այո, այս ամբողջը, տեսնում եք, Թբիլիսին ինչքան մոտ է, չէ, Ախալքալակ Թբիլիսի երկաթուղին մենք տեսանք, դա գործող երկաթուղի է, չէ, իսկ դա էլ կապում է Գյումրիի հետ, Թբիլիսի, Գյումրի, այս տարածը Երևան, Սևան, այս մի հատ մեծ Եվ դեպի ծով ճանապարհ է բացում, չէ։ Մսուրն է, էլի, Ջիվանում Այս մսուրն է, այնտեղ ոնց էր բանում Հիսուսի մսուրը կա, չէ, այցելեցինք Բեթխեմ, այդպես էլ սա Ջիվանում, մսուր է, որտեղ ծնվում է։ Դավիթ, այստեղ է, Աշուղ Ջիվանին, այս մսուրում է ծնվել։ Տեսնում եք, այս հազարաշենն է, երդիկն է, չէ։ Նորոգում են, այդ տեսնում ես պապիկը իր տղաների միջոցով փող են աշխատում, չարչարվում են եւ այդ աշխատած գումարից, չէ, դնում են, որպեսզի նորոգեն, մնում է խնդրել, որ կան հնարավոր է անշտապ, խնամքով արվի, մի անգամ արվում, չէ։ Մենք սիրով, մենք օգնենք կայքը, դիվանում, հա, այս հիմիկվանից, գործակցենք, ամեն ինչով։ Թարգմանենք, քանի լեզվով ուզում եք, հա, թուրքերենից սկսած, մինչև իսպաներեն ու ինչ ուզում եք։ Սպարտակ դան, էսումն է, էս ինչա։ Չկայսի, Հայաստան կապի։ Էդ էլ որ վերցնեիք, չէ։ Ես էլ գզե բուլդուզերի դանդի քանդես, եմ ես տարածքորից լավ։ Բայց քանդելուց մի բան արա շտապի, բայց վերցնի տարածքը լավ քնի։ Երևանցի, հա։ Երևան կապում։ Հրա այդ շենքի մեծ հատակը չկամար։ Զգուշացիր երանելի երեկոյան դեմարի, ես ու դու աստված միայն գիտենանք պիտի մեկավ։ Շոկը գծեց սարերի, զիզի կարեպես ես, հաստավում է ոսկուտես։ Սայատ նովայի այդ բաների մեջ էլ եմ դրվել, Սայատ նովեն ասաց, Ջիվանի Այն չկա քիզի նման այն չդրա մեջ էլ Սայատ նովը Տիկին Մարետ, այդ ոչ ա եղել, չէ, գուսանական, որ իրենք իրենց անունը պիտի մեջը շեշտեն։ Ոնց որ ստորագրության նման։ Հա։
տալ, չէ, Ջիվանու թանգարանում։ Ես իմ ուխտը այդ առումով կատարեցի։ Եվ ուզում եի այսպես բոլորիդ բաժակ բարձրացնել, ամենաանարատ, հա, որովհետև սա բրենդ է, որ ստեղծված է Արցախում։ Դուք ինչ պիտի ասեք։ Անուշ։ Անուշ, բայց կարգին ասեք։ Անուշ։ Չա։ Գնանքում։ Մելինե։ Քնարիկ։ Դիանա, Անի, Անուշ, Էրինար, Էթերի, Լուսինի, Նատաշա, Դիանա, Անահիտ, Էլով չասեց։ Նելի։ Լենա, ահա, կեցը։ Բոլորը նույն գյուղից, Կարզախից, Ջիվանը քանի երեխա է ունեցել, ապրես, 6-ից ոչ պակաս, նոր շարժում, ամեն Կարզախի աղջիկ, չէ, 6-ից ոչ պակաս երեխա, ու բոլոր հարցերը կլուծվեն։ Բարի օր։ Մեծեք զարմանում են, ուրիշով կարա գալ, ասեք մի հատ ուրիշ ազգան ունաս։ Այո։ Որովհետև այն անցած տարիվոր եկել քույր են եղել ձեր աշխատանքներին։ Կարծես ներածել եմ եսում, Բոլորն առաջվան է գրկին, նորից դու հին տեղը նսում, մանում ես իլիկը քոհին։ շատ եմ ապրեք, սա առողջության գյուղի, չէ, երկարակեցության նշանը, համեցեք նորին մեծություն մանկություն, հնդրեմ, միացեք, բարեր կա, տեսեք, դերը ինչի են այսքան վանում, որովհետև այդ երգը չկա, այս միավորող, չէ այդ ձայնը, ու այդ ձայնից ծնվող մեր շարժումը չկա, դրա համար էլ անհասկանալի է ինչի տակ ենք պարում։ Նորից շնորհակալ ենք մեզ այսպես դիմավորելու համար, կուզենք, որ եկեղեցին Տերյանի միշտ բաց լինի, կուզենք, որ միշտ տոնախմբություն լինի, հոգևոր երգեր հնչեն, հա, որովհետև եկեղեցին ման վառելու համար չի, եկեղեցին հոգևոր Հայաստանի մարմնացումն է այսօր մեզ համար, եկեղեցու շուրջ պիտի հավաքվենք, հա, և մենք այդ օրինակն ենք ցույց տալիս, շնորհակալ ենք։ Մենք գտնվում ենք Վահան Տերյանի թանգարանում։ Ուղիղ միացում Վահան Տերյանի տուն թանգարանից։ Բարև ձեզ, կպատմեք։ Տերյանի ծնողներն են Տեր Սուքյասը և Երիցկինը Տիկին Յուվանները։ Սա Տերտերյան ստողմազարն է։ Սա Տերտերյան ստողմազարն է։ Կազմել է Վահան Տերյանը։ Մենակ շատ եմ խնդրելու աղմուկ չլինի, որովհետև և հնչում է որպես աղոտ արքայական քո լեզուն, հա, մենք աղոթում ենք Տերյանով, հա, Տերյան ջան, լույսն էր մեռնում, օրը մտնում, մուտքը տնից տուն էր մտնում, ես տեսա քեզ իմ ճամփի մոտ, իմ մտերին, իմ անծանոթ, ես սիրում եմ խորհուրդ այն խոսքի, որ չասիր ու անցար, միայնակ ես սիրում եմ նստել երերուն լույսերում, ես սիրում եմ երազ ու ստվել, ես իմ սերն եմ սիրում։ Обожаю, обожаю,
Մենաստանը չէի գական, մենք պետքա շատ հարգանքով վերաբերենք, չէ, վրացական մենք երկու Մենաստան այցելելու ենք, հա հիմա, այդպես է ստացվել, որ փոքր գյուղը ինքը հայկական գյուղ է ու այստեղ երկու Մենաստան համաձայն եք ինքը համարձակ բան է, որ առաջացել է, բայց ես կարծում եմ վրացական իրականության, հանդուրժողության, մյուսի լավ դրսևորում ընդհանրապես, որը մեզ հաճախ պակասում է, հա։ Վեճան պատրաստ ես։ Պատրաստ եմ։ Մենաստան Չեմ կարծում, դժվար։ Իմը չի։ Ուշջան։ Մենաստանն ես գնում։ Չէ, բացարձակ։ Ես այդքան զոր չեմ։ Կաց։ Մենաստան ես գնում։ Ույս չունենաս։ Չէինք պատկերացնում, չէ, որ այսպիսի բան կարող է լինի։ Նստենայի։ Մենաստանը, Անուշ։ Հա։ Ամեն ինչը։ Անուշը գնում է Մենաստան։ Որոշել է։ Ոչ։ Սա կրոմ կյանքի է։ Ոչ։ Ջան։ Այսօր ես արթնացա եւ հասկացա, որ ես այսօր պետք է տեսնեմ Իլիչ Որյանունն է Փարվանը։ Այսօր շատ աղջիկ ուներ։ Այսօր շատ հետաքրքիր օր էր մեր մոտ։ Ճիշտ է։ Ու կարևորը որ Փարվանան պետք է տեսնեինք։ Ով կմտածեր, որ մենք արտասանում էինք այդ ժամանակ։ Կտեսնենք։ Ով կմտածեր, որ մենք Տերանի կենսագրություն ենք կարդում ու ասում ենք։ Ու կգանք Իրատունը Ախարքալակի Գանձագյուղում։ Մենք այսօր գնում ենք Եթե ես այդ արձանի նկարը քաշում էի Google-ից, ես իմ այդ նկարները տեղում եմ նկարել, արձանի նկարը։ Ես իմ անհամաձայնությունն եմ հայտնում այն առումով, որ Մենաստաններ ունենալը այդ ազգի կամ ժողովրդի առավելության մասին է, ասում ճիշտ հակառակը։ Մի խոսքով վայելեք վիճը։ Ճիշտ է։ Դու ես դեմ Վահե ջան։ Վաչե ջան։ Ես կողմ եմ, իհարկե Մենաստաններին։ Իհարկե կողմ եմ։ Դե կգնաս խաչի։ Չէ, ես դու 21 երեխա ունենամ, չեմ կարող գնալ։ Եկեն հավաքվել են կտրիչները Կովկասի, ձեր Փարվանա թագավորի ապարանքին հանդիման, կազմ ու պատրաստ սպասում էին մոտիկ ժամի մրցության։ Սպասում է ողջ աշխարհը կտրիչները քարացած, երազների մեջ են ընկնում այս աշխարհից հեռացած։ Раз не в дома пиваете, чем более... Мы замечаем, если что-то... По-хорошему, по-хорошему. Вот, а человека видно. Некоторые говорят, что он может, он рузийский, как... Нет, ему видно уже. 3-4 дня уже все ясно, кто он такой. Այս ուրցի բույրը հիշեցնում է ինձ Տերյանի նրբաբույր պոեզիան։ Այս օրվա բոլոր ժամերին, որ ասում եմ Սյուզի, նայում աստվերները, չէ,
Այդպես ինքը պատկերացած ու արտանում ես վրանում ու առավոտ 5-ից ու ինքը այդ կյանքը փոփոխվող անընդհատ։ Նայեք, հեսա։ Հաս նկարում ես ինձ անընդհատ։ Հաս, ապա մի Քեզ այդքան էլ